խնդրեմ պարոն Վարդանյան ձեր դիրքորոշումը։ Արի դատարան ինչպես նախորդ դատական նիստին արտահայտեցի այս հարցահայտական Վարդանյան այս փուլում ձեր դիրքում է, բայց եթե դատախազի կարծիք եք այդում, ապա դատախազի դիրքորոշումն է, շարունակական պահպանվել մեղադրյալների պայմանները, պայմանները, հետևաբար անհրաժեշտ Երկարաձգել է 3 ամիս։ Խնդրեմ հարգելի պաշտպաներ ձեր դիրքորոշումը։ Պատմական դատարան, նախանաբար մեր միջնորդ դիրքորոշումը առարկում ենք մեղադրողի միջնորդության դեմ, այսօր այն դատավարական պրոցեսը նախատեսված։ Պատմական դատարան, ամբողջ քրեական գործի նյութերը հետազոտված են։ Ամբողջ քրեական գործի գրավոր ապացույցներ, եղեն ապացույցներ, վկաների ցուցմունքներ, որևէ հանգամանքով մեղադրյալների մեղքը հիմնավորող, նույնիսկ հիմնավոր կասկածը հիմնավորող որևէ փաստական հանգամանք ըստ էության չի հետազոտվել, ըստ էության ամբողջ քրեական գործի նյութերը հետազոտված լինելով, վկաների բոլոր ցուցմունքները հետազոտված լինելով, հստակ մենք խոչընդոտման հանգամանքը, մնացած հանգամանքները ըստ էության որևէ խափանմիջոցի կիրառման, որևէ հիմնավորում ըստ էության տվյալ պահին առկա չէ, հետևաբար, այսինքն ծայրահեղ խափանման միջոց կիրառելու որևէ հիմնավորում ըստ էության գոյություն չունի պատվարժան դատարան։ Եթե դատարանը գտնում է, որ լրացուցիչ հանգամանքներ կան հետազոտելու, հետևաբար միջնորդում են ավելի մեծ խափանման միջոց կիրառել, փոփոխել, վերացնել ըստ էության կիրառված խափանման միջոցը, հետագայում որպեսզի ձեր գործողությունները, դատարանի մատնանշած գործողությունները շարունակվեն։ Այս պայմանությամբ որևէ այլ հիմք գոյություն չունի։ Ըստ էության անձին պահվում են անօրինական ազատության մեջ, որովհետև նրանց մեղքը հիմնավորող որևէ հանգամանք գոյություն չունի պատվարժան դատարանում։ Ամբողջ դատաքննությունը ընթացավ, հետազոտվեց, բոլորս ականատես եղանք եւ որևէ հանգամանքով նրանց առնչությունը չի հիմնավորվել եւ շարունակական անազատության մեջ պահելը ըստ էության իր մեջ կրում է պատժի տարեր եւ ըստ էության ոչ օրինական դրսեւորում։ Պատվարժան դատարան միան նույն գործընկերոջ կարծիքին եւ դիրքորոշում եմ հայտնում եմ մասին, որ այս փուլում կասկածի մեղադրյալների կալանքի ժամկետը ևս 3 ամսով երկարաձգելը նշանակում է ուղղակի խոշտանգան ենթարկել մեր պաշտպանյալներին պատվարժան դատարան ու ինձ համար էլ մի քիչ անհասկանալի է դատարանի դիրքորոշումը, որովհետև նախորդ անգամ այս նույն հարցի կապված, այսինքն հակայի հարցակցության հետ կապված դատարանը ինքը որոշեց, որ նպատակահարմար չի տեսնում հակային հարցաքննելու եւ համապատասխան հիմքեր վկայակոչվեցին դատարանի կողմից առ որ այդ վկայի հարցաքննությունը հնարավոր տևի անորոշ ժամանակ։ Հիմա ինչ փոխվեց պատվարժան դատարան, ինձ համար օրինական հասկանալի է, որ դատարանը իր մոտեցումն ու դիրքորոշումը փոխեց, այսինքն կա որոշակի նոր հանգամանք, որ մենք կարող ենք վկային հարցաքննել մոտակա կամ կոնկրետ որևէ ժամանակահատվածում։ Իհարկե նմանատիպ որևէ հիմք գոյություն չունի, ստացվում է անցած անգամ էլ շեշտվեց, որ հետապավորման բոլոր խնդիրները կարող են տրվել 6 ամսից մինչև 1 տարի, 2 տարի, սա նշանակում է, որ ապօրինի մեր պաշտպանյալներին նույնքան ժամանակով, անորոշ ժամանակով մենք պետք է պահենք կալանքի տակ։ Ինչի համար պատվարժան դատարան։ Որևէ հստակ հիմնավորում պատճառաբանություն չբերվեց ոչ մեղադրողի կողմից եւ ընդհանրապես մեր համոզմամբ նմանատիպ հիմք գոյություն չունի պատվարժան դատարան։ Ես խնդրում եմ քննարկել մեր պաշտպանյալներին նկատմամբ ավելի մեղմ խափանմիջոց ընտրելու հնարավորության հարցը թվում է տնային կալանքի գրավի ձևով պատվարժան դատարան ու արդեն սա վերածվում է չգիտեմ ինչի ստացվում է որ ինչ որ անհասկանալի ուժեր կարողանում են ստիպել որպեսզի այս մարդկանց կալանքի տակ գտնվելու ժամկետը արհեստականորեն երկարացնել։ Մեզ համար անհասկանալի է սա մարդու իրավունքների ուղղակի խախտում է պատվարժան դատարան։ Խնդրում եմ մեր միջնորդությունը քննարկել այս կոնտեքստում։ Շնորհակալություն։ Նախ պարզաբանեցի ևս մեկ անգամ դատարանը առանձին սենյակում վերդիկտ կայացնելու համար անհրաժեշտ հարցերի պարզաբանումը վերլուծելով եկել եզրանում որ անհրաժեշտ է ևս մեկ ապացույց հետազոտել, որի հիմնավորում է հիմնական դատարանությունները դատարանը վերսկսել։ Այդ պարզաբանումը տրվեց, իսկ ինչ վերաբերում է խափանմիջոցներին, ապա շատ ներողություն պատվարժան դատարան, իսկ մենք վկայի հարցաքննությունը մոտավոր իրական նշանակություն, մոտավոր իրավիճակներ են ձեռնարկվում եւ շատ մոտ ապագայում ընթացք կարգավորվի, ես վստահեցնում եմ, որովհետեւ միջպետական
հարցերի հետ կապված է հաստատղթավորումը իրականացվել է։ Խափամիջոցի մասով թիվ ԵԴՄ-3293-01-24 քրեական գործով դատարանը որոշում է Ռուստամ Ռոբերտի Ստեփանյանի նկատմամբ կիրառված խափամիջոց կալանքը վերացնել։ Խափամիջոց տնային կալանք 2 ամիս ժամանակով բացակայել ուղարկել և գրավ 5 միլիոն դրամ։ Աշոտը